Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում առաջնախաղի են պատրաստվում։ Բոհեմ կամերային թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի հրաշագործ ծաղիկը մանկական ներկայացումը, բեմադրված բրազիլացի դրամատուրգ Մարիա Կլարա Մաչադոյի հայտնի ստեղծագործության մոտիվներով։ Ես վախենում եմ։ Ոչինչ։ Հասցան, սկաս, անցավոցին։ Բուժիչ և կախարդական ծաղիկի հանկարծակի անհետացումը միավորում է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև նրանց հավատարիմ ընկերներին։ Բոլոր փորձությունները նրանք հաղթահարում են միասին։ Վերջին ժամանակներում մի տեսակ քաղաքում նոր մանկական ներկայացումների պրեմիերաներ չի լինում, եւ եթե ուզում ես դու լավ հանդիսատես ունենալ նաև ապագայում, պետք է սկսել մատաղ սերնդից եւ նրանց հրամցնել նախ եւ առաջ լավ հեքիաթներ, լավ ներկայացումներ եւ թատրոնի ճանապարհն ու թատրոնի դերը հենց երեխայի մատաղ սերնդի մեջ զարգացնել, որ մեկ անգամ եւս հասկանան երեխաները, սովորեն, որ ընկերներով միասին, միահամուռ ավելի հեշտ կլինի բոլոր դժվարությունները հաղթահարել։ Երաժշտական գունեղ ներկայացումը ոչ միայն փոքրերի համար է, այն ուղերձ է բոլորին լինել միասնական եւ չկորցնել հույսը նույնիսկ ամենադժվար պահերին։ Մեր թատրոնն ավելի հաճախ ներկայացումներ է բեմադրել մանուկների համար։ Մանուկների համար խաղալը մի քիչ ավելի պատասխանատու է, քան մեծերի, որովհետեւ մանուկներին խաբել անհնար է։ Մանուկները հասկանում են, մանուկները զգում են։ Ինչ կտանի երեխան իր հետ այս ներկայացումից։ Ինձ թվում է կտանի, որ բարությունը հաղթում է, վերջի վերջո հաղթում է, որովհետեւ ժողովրդական ասացված կա, որ փոս փոլողնիկն է փոսն ընկնում ու իմ կերպարը հենց իր փոսի մեջ էլ հայտնվում է։ Հրաշագործ ծաղիկը ներկայացման պրեմիերան նոյեմբերի 10-ին է։ Թատրոնը փոքրիկ հանդիսատեսի համար նաև այլ անակնկալներ ունի։ Տարեվերջին բեմում կլինի Ձնեմարդու ամանորյա արկածները ներկայացումը։ Սերինե Սերոբյան լուրերի համար։ Ճիշտ է, մենք